Բարևձեզ, այսօր մեր եթերում հաղթող հայերի ոդքասթն է։ Մեր հյուրն է ԵՊՀ-ի մարտաբանության եւ ազգագրության լաբորատորիի կրծքիդ աշխատող Աբկար Փարսեղյանը։ Շնորհակալ ենք Աբկար, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու ֆրանկների մասին, թե ինչպես է առաջացել ֆրանկ անվանումը եւ ինչ ծագումնաբանություն ունի։ Երևի հենց այդտեղից սկսենք ներկայացնել, թե ինչու հենց ֆրանկներ։ Միանգամից ամենագլխավոր հարցից, ովքեր են ֆրանկները, նախ սկսենք նրանից, որ խոսքը գնում է հայ կաթոլիկների մասին, կաթոլիկ հայերի մասին, որոնք ավելի շատ ծանոթ են որպես ֆրանկներ։ Ինչու ֆրանկներ, այս տերմինը շատ է օգտագործվում մարդկանց մոտ, նրանց մոտ, ովքեր որ իհարկե գիտեն կաթոլիկ հայերի մասին եւ ովքեր շփումներ ունեն կաթոլիկ հայերի հետ։ Ինչու ֆրանկներ։ Սկսենք նրանից, որ կան մի շարք տեսակետներ, որոնք որոշները ավելի ուժեղ, որոշները ավելի թույլ, բայց խոսենք հիմնական տարածված տեսակետներից։ Առաջին տարածված տեսակետը այն է, որ իբրև թե հայերը կաթոլիկություն ընդունել են ֆրանսիացիներից կամ ֆրանցիսկյան միաբանության հայրերից, այսպես ասած, դրա համար կաթոլիկ հայերին անվանում են ֆրանկներ։ Բայց սա մի քիչ թյուր կարծիք է, կամ ավելի ճիշտ ասած ոչ ամբողջական կարծիք է։ Մենք պետք է ամեն ինչ դիտարկենք տվյալ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստում։ Մենք խոսում ենք միջնադարի մասին ու պետք է հասկանանք, թե միջնադարյան մարդիկ ինչ մտածելակերպ ունեին, ինչպես էին ընկալում աշխարհը, այսինքն ընկալումների մասին ենք խոսում։ Եթե հետ գնանք ժամանակով դեպի միջնադար, կհասկանանք, որ ֆրանկներ տերմինը օգտագործվում է ոչ միայն ֆրանսիացիների համար, այլ ընդհանուր բոլոր եվրոպացիների համար։ Ինչու՞։ Որովհետև պատկերացրեք առաջավոր Ասիա կամ ավելի հեռավոր Ասիա տարածաշրջան, միջնադար, մարդիկ մեծ մասամբ գաղափար չունեն, թե Եվրոպայում ինչ պետություններ կա, ինչ ազգություններ կան, եւ ավելի շատ հայտնի է հենց ֆրանսիացիները, ֆրանկական թագավորություն, կայսրություն, ամենահայտնին եվրոպացիներից, այսպես ասած, ֆրանկներն են, ֆրանսիացիները։ Դրա համար Եվրոպայից եկած ցանկացած մարդ, ցանկացած ազգության ներկայացուցիչ ավտոմատ կերպով դասում էր որպես ֆրանկներ, ֆրանսիացիներ, այսինքն։ Եվ այդ տերմինը միայն տարածված չի եղել հայերի շրջանում։ Եթե նայում ենք, այդ տերմինը կա արաբների մոտ նույնպես աֆրանջի, հենց ֆրանկներ, հա, աֆրանջի։ Կա նաև թայերենում այդպիսի բառ կա, ֆարանկ, կարծեմ, ֆարանկ, ֆարանջ, այսինքն էլի նույն եվրոպացիներին են նշում։ Այստեղ նաև մի հատ կրոնական կոնտեքստը, եվրոպացիները մեծ մասամբ համարվում են կաթոլիկ, որովհետև Եվրոպայում ամենաշատ տարածված քրիստոնեության ուղղությունը դա կաթոլիկ կրոնն էր։ Հետևաբար, այս երկուսը միասին զուգորդվելով եվրոպացին եւ կաթոլիկը զուգորդվում էր միասին, դառնում էր մեկ ֆրանկ տերմինով օգտագործվում էր ամբողջ եվրոպացի բնակչության, ազգաբնակչության համար։ Այ մենք հիմա խոսում ենք, որ Ֆրանսիայից եկողները ֆրանկներ են անվանվել, բայց երևի սկսենք ամենասկզբից, այն խորքային, երբ սկսվեց այս process-ը, Կիլիկիայի թագավորության ժամանակվանից ունիթորներով։ Կարելի ասել հիմնականում հենց սկզբից ունիթորներով։ Սա դասագրքային նյութ է, այսպես ասած, որովհետև մենք հիմնականում կաթոլիկության տարածումը դեպի արևելք եւ մասնավորապես հիմա խոսում ենք հայերի մասին, հայերի մեջ սկսում ենք Կիլիկյան շրջանից, բայց ոչ միայն Կիլիկիայից։ Ամենատարածված, ամենահայտնին դա Կիլիկյան է։ Ինչի համար, որովհետև մենք ունենք պատմական իրողություններ, շատ հայտնի պատմական իրողություններ, դա այն է, երբ որ 14-րդ դարում արդեն թուլացել էր խաչակրաց պետությունները, աշխուժացել էին մոնղոլները, մամլուկները եւ մնացած մուսուլման թուրքերը, չմոռանանք իհարկե, աշխուժացել էին, նրանց դերն էր ավելացել տարածաշրջանում, Կիլիկյան Հայաստանի վերնախավը փնտրում էր ելք դրանից ու առաջին տեղը, որտեղ որ նրանք ուղղում էին իրենց հայացքը, դա Եվրոպան էր։ 14-րդ դարում չխորանալով պատմական փաստերի մեջ դա շատ հայտնի է, բոլորն էլ կարող են դրա մասին կարդալ, 14-րդ դարում
եղան մի քանի այդպիսի դեպքեր, եկեղեցական ժողովներ, արդյոք միանում են կաթոլիկ եկեղեցուն, թե չէ, ընդունում են Հռոմի Պապի գերագահությունը, թե չէ, սսում եկեղեցական ժողով եղավ եւ մի քանի տասնամյակ շարունակվեց։ Ու հենց այս շրջանում էլ աշխուժացավ հենց կաթոլիկ միսիայի դերը Կիլիկյան տարածաշրջանում, Կիլիկիայում։ Վերջն արդյունքում իհարկե հայտնի փաստ է, որ այդպես էլ չընդունվեց այդ ունիայի գաղափարը։ Հենց այս շրջանում Կիլիկիայում այն մարդիկ, ովքեր որ ընդունում էին, հոգևորականներ, վերնախավ, ովքեր որ կողմ էին կաթոլիկության ընդունմանը, կոչվում էին ունիթորներ։ Ունիթորներ, ունիա, միասնություն, միություն բառից։ Բայց միայն Կիլիկիայով չի սահմանափակվում։ Մենք մենակ Կիլիկիայում չէ որ ունենք կաթոլիկ հայեր եւ կաթոլիկ միսիոներների գործունեությունը մենակ Կիլիկիայով չէ որ սահմանափակվել եւ մենակ Կիլիկիայով չէ որ սկսվել է։ Հենց նույն ժամանակաշրջանում 14, արդեն 15-րդ դարում կան բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են Պարսկաստանի տարածքում ծավալված կաթոլիկ միսիայի մասին, բավականին հզոր համայնքի մասին է խոսքը գնում, մասնավորապես խոսքը գնում է Նախիջևանի շրջանի մասին, Թավրիս, Սպահան, այստեղ ավելի շատ գործունեություն ծավալում են ֆրանցիսկյան, դոմինիկյան, բենեդիկտյան միաբանությունները։ Նույնիսկ Մարաղայի Մակուի տարածքում կար դոմինիկյան միաբանության կենտրոն, որտեղ որ դոմինիկյան միաբանները կարելի ասել ղեկավարում էին այս հատվածի կաթոլիկների կյանքը ու այստեղ դեռևս վաղ ժամանակաշրջանից, այսինքն 15-րդ դարի սկզբից նույնիսկ խոսում է կաթոլիկ հայերի մասին։ Մի այդպիսի ճանապարհորդ կար, ճանապարհորդ չէ ավելի ճիշտ, դիվանագետ, իսպանացի դիվանագետ, ով Կլավիխո անունով, ով 1400-ականների սկզբներին գրում է, որ Մակուի իշխանը Նուր ալ-Դին էր իհարկե իր անունը, բայց նա ազգությամբ հայ էր եւ դավանանքով կաթոլիկ։ Եվ ոչ միայն Նուր ալ-Դինը, այլ նաեւ Մակուի ամբողջ բերտապահ զինվորականությունը եւս կաթոլիկներ էին։ Դա 1400-ականների մասին է խոսքը, 15-րդ դարի սկիզբ։ Հետագայում կան բազմաթիվ այլ փաստեր Նախիջևանի կաթոլիկ համայնքի մասին, մոտ 12 գյուղ, բավականին խոշոր գյուղեր եւ տարբեր փաստերով 10-12 կամ մինչեւ 20,000 բնակության մասին է խոսքը գնում։ Այ որ խոսում ենք այս զարգացումները, ամենամեծ շարժառիթը երբ եղավ կաթոլիկության Հայաստանում, որ փորձեցին այդ ունիթորների կամ այդ 14-ից 15-րդ դարերում այդ ամեն ինչը ներմուծել Հայաստան, ամենամեծ շարժառիթը որ իրադարձությունների հետ էր կապված։ Շարժառիթ մի քիչ դժվարանամ ասել, բայց ավելի շատ ժամանակաշրջանի մասին եթե խոսենք, ավելի շատ ակտիվացավ, ավելի շատ աշխուժացավ կաթոլիկ միսիայի գործունեությունը եւ կաթոլիկության տարածումը Օսմանյան կայսրության տարածքում եւ Պարսկաստանի տարածքում ավելի շատ 17-րդ դարում։ Այդտեղ որպես շարժառիթ կարող ենք նշել, բայց ավելի շատ որպես հիմք հանդիսացավ այդպիսի մի հատ բան հիմնվեց 1612-ին էր կարծեմ հավատի պրոպագանդայի Սուրբ Միություն։ Սուրբ Աթոռը Հռոմում Հռոմի Պապը ստեղծեց այդպիսի մի բան, հավատի պրոպագանդայի սրբազան միության գործը կաթոլիկության տարածումն էր արևելքում, սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Չինաստան, Ճապոնիա։ Ու այս ժամանակաշրջանում է, որ ավելի շատ խոսում ենք այն կաթոլիկ հայերին, որ հիմա ունենք, կարելի ասել հենց այս ժամանակաշրջանից սկսված է, որ իրենց նախնիները սկսել են ընդունել կաթոլիկություն, դա կապված է իհարկե նորից միաբանությունների հետ, այս պարագայում արդեն աշխուժանում են նաև ճիզվիտ կամ հիսուսյան միաբանությունը, որը ամենաակտիվ գործունեությունն էր տարածում։ Օրինակ ինչ գործունեություն էին կատարում, որ ասում ենք ակտիվ գործունեություն էր կատարում Օսմանյան կայսրությունից մինչև Չինաստան, որ ասում ենք այդ ժառանգներն են մեզ հասել այդ ժամանակվա ընդունածները, ինչ գործողություն էր կատարում, որ այդ ժամանակվա հայերը ընդունում էին կաթոլիկությունը։
Կաթոլիկ միաբանների գործունեությունը միայն չէր սահմանափակվում հավատի ռոպագանդայով կամ կաթոլիկ եկեղեցու տեսակետները ներկայացնելով։ Նախ սկսենք նրանից, որ միաբանները իրենք ուղղակի միայն հոգևորականներ չէին։ Միաբանները իրենք բավականին կրթված եւ բավականին շատ լավ պատրաստված անձնավորություններ էին տարբեր ոլորտներում։ Միաբանները, ովքեր որ գործունեություն են ծավալում տվյալ ազգի շրջանում, որպես կանոն հիմնականում տիրապետում էին այդ ազգի լեզվին։ Այս պարագայում եթե խոսում ենք հայերի մասին, շատերի մասին հիշատակում եմ, որ իրենք բավականին լավ խոսում են հայերեն։ Մյուս գործունեությունը, որ հիմնականում տարածվում էր, դա բժշկությունն էր, անվճար բժշկությունը։ Դե պատկերացրեք, միջնադար ենք խոսում, գալիս են Եվրոպայից անձիկ, հոգևորականներ, ովքեր բացի ամեն ինչից տիրապետում են նաև բժշկության ու անվճար բժշկություն են անում։ Պլյուս դրան նաև երբեմն նաև կատարում են գումարային գործունեություն, ասեմ, նայեք, այսպես ենթադրենք ինչ որ կաթոլիկ համայնքում ինչ որ մեկը ուներ պարտք պետությանը, այսպես ասած, կառավարությանը կամ տվյալ տարածքի իշխանին, որի դիմաց պետք է իր ամբողջ ընտանիքը գնար ստրկության, միաբանները աշխատում էին նաև փրկագնել, երբեմն աշխատում են նաև պարտքի ինչ որ հատված մարել, որպեսզի այդ մարդկանց փրկեն, այսպես ասած։ Ու միայն սա չէր, որովհետև եթե միայն ասում ենք այս տեսակետը, սա հիմնականում հարում են ամենատարածված տեսակետին, որ հայերը եւ ոչ միայն հայերը կաթոլիկություն ընդունում են, որովհետև այսպես ասած կաթոլիկ միսիոներները ինչ որ առավելություններ էին ներկայացնում, ինչ որ բենեֆիտներ կան, ինչ որ օգուտներ կար կաթոլիկությունից։ Այդ տեսակետը շատ կիսատ կլինի, որովհետև երբ որ խորքային նայում ենք, կաթոլիկության հարում էին ոչ միայն աղքատները, կաթոլիկության հարում են նաև բավականին հարուստ մարդիկ, առևտրականներ, ամիրաներ, դա Ովքեր ուզում էին կապ հաստատել Եվրոպայի հետ։ ովքեր ուզում են կապ հաստատել Եվրոպայի հետ։ Դա հարմար տարբերակ էր եւ այսինքն Եվրոպայից մարդիկ գալիս են, թեկուզ հոգևորականներ, այստեղի ամիրանները կամ առևտրականները շփվում են իրանց հետ, տեսնում են բավականին զարգացած մարդկանց, իրենք են ուզում իրենց կապերը հաստատել Եվրոպայի հետ։ Առևտրականները միգուցե առևտրական խնդիրներով, հարցերով, ամիրանները ավելի զարգացած մարդկանց հետ շփումներ ունենալու հարցերով, այսպես տարբեր խավերից, ոչ միայն աղքատներից, ավելի շատ կաթոլիկության հարում էին ունևոր խավերից, առևտրականներ, ամիրաներ եւ այլն։ Դե միշտ Եվրոպան այդ ժամանակաշրջանում գրավիչ է եղել։ Եվրոպան այդ ժամանակվանից սկսած էլ առ այսօր էլ գրավիչ է իր ձեռքբերումներով, իր տված կրթական բենեֆիտներով, առավելություններով, իր կրթության մակարդակով, դա դեռևս միջնադարից սկսում է, որովհետև շատ ամիրաներ իրենց զավակներին ուղարկում են Եվրոպա սովորելու, ովքեր որ հնարավորություն ունեն կրթություն ստանալու համար ուղարկում են Եվրոպա ու այստեղ հիմնականը դա եկեղեցու հովանոցյան տակ գտնվող դպրոցներն էր, ինչու՞ չէ նաև ճեմարանները, դրա համար նաև շատ փաստագրված տվյալներ կան այն մասին, որ բավականին հարուստ մարդիկ նույնպես հարում էին եւ ոչ միայն, կային նաև հոգեվորականներ, ընդհանուր մինչեւ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ։ Մենք նոր խոսեցինք Նախիջևանի մասին, Նախիջևանում եւս կային եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր որ հարել են կաթոլիկությանը եւ ոչ միայն։ Այս խնդիրների նայեք, ընդունում են կաթոլիկությունը, լինում են այդ կոնֆլիկտային իրավիճակները, ովքեր չեն ընդունում։ Այս կոնֆլիկտային իրավիճակները ինչպես ձևավորվեց, ինչ խնդիրներ առաջացան եւ մինչեւ երբ շարունակվեցին։ Սա երևի ամենահետաքրքրական մասն է, ամենացավոտ մասն է եւ ամենաշատ տարածված, ամենաշատ քննարկված հատվածն է։ Կոնֆլիկտայնությունը։ Հիմա մենք նորից հետ պետք է գանք միջնադար, պատկերացնենք մարդկանց պատկերացումների մասին։ Կրոնը այս ժամանակաշրջանում հավատքը կրոնը առաջնային տեղում էր։ Ինքնության առաջնային ցուցիչը դա մարդու կրոնական պատկանելությունն էր։ Եթե հետ գնանք տվյալ ժամանակաշրջանը եւ հարցնենք մարդուն ով ես դու, ինքը առաջինը կասի իր կրոնական պատկանելությունը։ Կասի ես մուսուլման եմ, ենթադրենք։
կամ ես հայ քրիստոնյա եմ, կամ կաթոլիկ եմ։ Առաջնային տեղում նշվում էր կրոնական պատկանելությունը։ Դա էր մարդկանց առաջնային ինքնության ցուցիչը։ Ինչպես գիտենք, դեռևս 5-րդ դարից սկսած եկեղեցիների ճանապարհները բաժանվեց։ Շատ չխորանանք այդ պատմական տվյալների մեջ, դա առանձին այլ դիսկուրսի թեմա է։ Հայտնի փաստը Քաղքեդոնի ժողովից հետո եկեղեցիների մասնավորապես հայ եկեղեցու եւ արևելյան եկեղեցիների խմբերը, այսպես ասած, արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբերը, այդպես է կոչվում, իրանց ճանապարհը բաժանվեց։ Հետագայում նաև բաժանվեց ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցին։ Վերջնական այդպես կետ ընդունված է 1054, դա կոչվում է մեծ սխիզմի, այսինքն կամ մեծ բաժանման թվականը, բայց process-ները վաղուց էին ընթանում եւ այդ ժամանակաշրջանում էլ արդեն սկսեց երկու կրոնական ուղղությունները, երկու հիմնական ուղղափառ ու կաթոլիկ ուղղությունները ձևավորվեցին ու մարդկանց պատկերացումներում տեսեք մենք խոսում ենք քրիստոնեության մասին, չէ՞, բայց մարդկանց պատկերացումներում, եթե դու չես պատկանում տվյալ խմբին, տվյալ եկեղեցու խմբին, դու համարվում ես դավաճան կամ դու համարվում ես ճիշտ ճանապարհից շեղված, հեթանոս եւ այլն, ինչքան վատ տերմին կա, կարելի է օգտագործել եւ օգտագործում են։ Այսինքն համարվում էր նույնիսկ որոշ դեպքերում ավելի վատ, քան մուսուլմանությունը։ Երևի նույնիսկ այսպիսի դեպքեր, այսինքն կային փաստեր կա դրա մասին, խոսում են փաստեր, մարդկանց ընկալումներում կրոնական մի ուղղությունը եւ մյուս ուղղությունը, նույնիսկ եթե դա քրիստոնեությունն է, իրար ատում էին, այսպես ասած աշկոված չունեն տեսնելու։ Հիմա մարդկանց պատկերացումներում ինչպես է, երբ որ դու մի կրոնական խմբից դուրս ես գալիս եւ անցնում ես մեկ այլ խմբին, դու դավաճան ես։ Իսկ դավաճանները միշտ ավելի վատ են նայել, քան թշնամուն։ Հետևաբար, այսպես է ստացվում, որ այն մարդիկ, ովքեր որ դուրս են գալիս կրոնական մեկ խմբից, անցնում են մյուս խումբը, դառնում են հալածյալ այս մի խմբի կողմից, իրենց առաջնային խմբի կողմից։ Մասնավորապես, եթե խոսում ենք հայերի մասին, ինչպիսի դրսևորումներ եղան հենց դրսևորումները բազմաթիվ էին, դե իհարկե ամենահայտնի փաստը դա իրար աղջիկ չտալու մասին է խոսքը, այսինքն իրար չէին ամուսնանում, բայց դա արտահայտվում էր նույնիսկ այն ամենակենցաղային մինիմալ դրսևորումներում եւս։ Օրինակ, ասում է, որ մեկը մյուսի կողմից մորթված միսը չէր ուտում։ Այսինքն գնում ես շուկա, տեսնում ես, որ այս կենթանուն, չգիտեմ, ֆրանկն է մորթել, վերջ ուրեմն այդ միսը չես առնում։ Խնդիրներ կար եկեղեցում թողնել, թե չթողնել։ Եթե նույնիսկ կային հայ կաթոլիկներ, որոնք որ ցանկանում են գնալ հայ առաքելական եկեղեցի, խնդիրներ առաջանում իրանց թողնելու կամ չթողնելու։ Հիմնականում չթողնելու հարցներ առաջ բարձրանում։ Դա մեկ այլ թեմա է, թե ինչպես հայ կաթոլիկները ինչպես էին հարաբերվում կրոնական կոնտեքստում կամ վերնախավում, դա մեկ այլ հարցի շուրջ կարելի է քննարկել, բայց եթե խոսում ենք հասարակ մարդկանց շրջանում, այս բաժանումը տարեց տարի ավելի էր խորանում ու այս խմբերը սկսում են իրար հետ կոնտակտի դուրս չգալ։ Մինիմալ կոնտակտ, նույնիսկ զերոյական կոնտակտ։ Ես գիտեմ, որ բաժանված է մինչև խորհրդային ժամանակները 4 առանձին մասերի, ժամանակաշրջանների, մեկը մինչև խորհրդայնացումը, մյուսը խորհրդայնացումը մինչև 50-ականները, 50-ականներից մինչև սովետական միության փլուզումը եւ մինչև մեր օրերը։ Այդ ժամանակաշրջաններով գնանք, ինչպիսի դրսևորումներ եղան, ինչպիսի փոփոխություններ։ Հա, այդ երևի հարաբերությունների կարգավորման մասին, հա։ Մի քիչ շատ պայմանական է, դա վերջնական կետի չի հասել, բայց ընդհանուր հա, եթե խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, այս բանը խոսում ենք մենք խորհրդային Հայաստանի տարածքի մասին, դա Հայաստան եւ Վրաստան, որովհետեւ ունենք կաթոլիկ համայնք Հայաստանում, հիմնականում հյուսիսային շրջաններում, Շիրակ եւ Լոռի մարզերում, եւ ունենք կաթոլիկ համայնք Ջավախքում, Թբիլիսիում։ Հիմա այդ հարաբերությունների փոփոխման ընթացքը այսպես թե այնպես կապվում է սովետական իշխանության հետ, սովետական իշխանության վարած քաղաքականության հետ, տնտեսական քաղաքականության հետ։ Հիմա նայեք, խորհրդայնացումից հետո
առաջին տասնամյակի ընթացքում կարելի ասել իրավիճակի ինչ որ կտրուկ փոփոխություններ չկան։ Քանի որ առաջի տասնամյակում 20-30-ական թվականներին ճիշտ է Խորհրդային Միությունը սկսել էր իր հալածանքները կրոնական կազմակերպությունների դեմ, եկեղեցու դեմ, մասնավորապես Հայաստանում, սակայն այդքան խորքային չէր։ Այսինքն 20-30-ական թվականներին մարդիկ դեռ շարունակում էին ապրել այնպես, ինչպես ապրում են։ Հիմա 30-40-ական թվականներին, երբ որ ավելի է խորանում պայքարը եկեղեցու դեմ, պայքարի դրսևորումներից մեկն էր եկեղեցիների փակումը, հոգևորականների գնդակահարություն կամ լավագույն դեպքում արտաքսում իրենց բնակության վայրից, այսպես ժամանակի ընթացքում մարդկանց մեջից մի քիչ դուրս է գալիս կրոնական պահը, կարելի ասել։ Այդ աթեիզմի քաղաքականությունը, որ վարում էր Խորհրդային Միությունը, ինքը իր հետքերը թողել էր։ Երկրորդ կետը, որ ես առանձնացնում եմ, դա տնտեսական հարաբերությունների խորացումն էր։ Խորհրդային Միության տարածք, Խորհրդային Միությունը որոշում է, կառավարությունը որոշում է, որ այս գյուղում պետք է կառուցվի ինչ-որ մի հատ գործարան, որ պետք է աշխատեն այս շրջակա գյուղերից մարդիկ։ Խորհրդային Միությունը չի նայում դա կաթոլիկների գյուղ է, հայ առաքելականների գյուղ է, կամ եզդիներ, կամ ուրիշ կրոնական եւ ազգային փոքրամասնություններ, ինքը այդքան ուշադրություն չի դարձնում։ Մարդիկ այսպես թե այնպես կապվում են կենտրոնի հետ։ Այս դեպքում օրինակ վերցնենք, եթե վերցնենք Հայաստանի ամենավառ օրինակներից մեկը Աշոտսկի շրջանը, որտեղ իրար կողք կողքի ապրում են կաթոլիկ եւ առաքելական հայեր, կենտրոնը դա Աշոտսկ քաղաքն էր, նախկինում Ղուկասյան։ Շրջակա գյուղերում ապրում են եւ հայ առաքելականներ եւ կաթոլիկ հայեր, օրինակ Մեծեպասար, Ղազանչի գյուղերը իրենք կաթոլիկ գյուղեր են, բայց այսպես թե այնպես ուսումնարան, ավագ դպրոց, ինչ որ հիմնարկ ձեռնարկություններ, մարդկանց շփումները սկսում է ավելի խորանալ։ Բայց միջև այդ շփումների խորանալը կարող ենք ասել, որ դա շատ է մի սկզբնական շրջանում կոնֆլիկտային իրավիճակ էր, քանի որ այդ դարավոր եկած թշնամանքը միանգամից թե դպրոցում երեխաները, թե աշխատանքի տեղում արդեն ավագ ներկայացուցիչներ այդ ամեն ինչը հաղթահարում է։ Ժամանակի հետ մեկտեղ եղավ, թե եղան որոշակի գործոններ այդ ամեն ինչի։ Բնականաբար process-ը ինքը 1 կամ 2 տարվա ընթացքում չի փոխվում, դա process-ը փոփոխության գնացող process-ները իրենք պահանջում են տասնամյակներ, ու այդ ամեն ինչը եղավ տասնամյակների շրջանում։ Սկզբնական շրջանում, երբ որ ստիպված են մեկը մյուսի հետ կոնտակտի դուրս գալ, բնականաբար դա կոնֆլիկտային էր, մարդիկ տարեցները ավելի շատ կհիշեն, որ երբ որ իրենք գնում էին հարևան գյուղ, ավագ դպրոց, դա ամենօրյա կռիվների, ամենօրյա կոնֆլիկտի ինչ որ մի այդ օրեր էին, տարիներ էին, այս պարագայում, երբ որ կրոնականը դուրս էր գալիս, բայց պատմական հիշողությունը մնում էր, այսինքն մարդիկ հիշում են, որ սրանք ֆրանկներ են, արդեն շատ չեն խորանում, թե ֆրանկը իրենից ինչ է ներկայացնում։ Իմ հարցվածներից մարդիկ ում հետ ես զրուցել եմ, մեծ հաշվով շատ չեն էլ հասկանում ինչով են իրարից տարբերվում ֆրանկները եւ հայերը, այսպես ասած պայմանականորեն։ Մեկը ասում է ֆրանկները թարս են խաչակնկվում։ Իհարկե դա այդպես չի։ Մյուսը ասում է եկեղեցու շուրջը հակառակ են պատտվում, հա։ Սա իրականում գալիս բախվում է մի հատ այնպիսի բարձ սկզբնական խնդրի, որը կոչվում է մենք նրանքի տարբերությունը։ Դա տարածված բան է, դա մշակույթներում, բոլոր մշակույթներում տարածված բան է, տարբերակումը մենք նրանքի։ Ու այդ մենք նրանքի տարբերակումը հիմնականում արտահայտվում է ինչ որ հակառակությունով։ Այսինքն մենք այսպես ենք անում, նրանք այնպես են անում, հակառակն են անում։ Դրանով պայմանավորված գալիս է երկու խմբերի բաժանման պրիմիտիվ մոդելը։ Ինչ գնում է նրա մասին, թե երբ ու կամ ինչպես սկսվեց այդ փոփոխությունների շրջանը, Խորհրդային Միության տարածքում, այո, Խորհրդային Միության գործնեության արդյունքում ավելի շատ 50-60-ական թվականներին
կամած կարելի ասել հալչում էր այդ սառույցը ու ամենագլխավոր դրսևորումներից մեկը իհարկե ամուսնական հարաբերությունների հաստատումն էր։ Ամենահետաքրքիր բանը։ Ոնց են ամուսնանում հայերը եւ ֆրանկները միմյանց հետ։ Երբ կոդրվեց այդ սառույցը։ Նայեք, դեպքեր կան, վկայակոչված դեպքեր կան դեռևս 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, բայց եզակի դեպքեր։ Դա շատ եզակի դեպքեր են ու այդ դեպքերը նույնիսկ երբեմն ավարտվում են մարդասպանություններով։ Այդպիսի մի դեպք կարծեմ Ազատան գյուղում էր եղել 20-րդ դարի սկզբին, Շիրակի մարզի Ազատան գյուղում էր եղել։ Ազատան գյուղը ինչով է հետաքրքիր, ինքը գյուղ է, որտեղ կողքողքի ապրում են կաթոլիկ հայերը եւ առաքելական հայերը։ Այդ դեպքերից մեկը պատմում են, որ 1912 թվին էր կարծեմ, կարող է սխալվեմ, բայց 20-րդ դարի սկիզբ։ Ինչ որ մի աղջիկ որոշում է ամուսնանալ ֆրանկ երիտասարդի հետ, բնականաբար փախչում է իր հետ, չէ, կներեք, հակառակ ինչ որ մի աղջիկ որոշում է ամուսնանալ առաքելական երիտասարդի հետ, փախչում է նրա հետ ու այդ աղջկա եղբայրները համարելով դա անպատվություն սպանում են այդ երիտասարդին, որ իրենց ընտանիքի վրայից մաքրեն այդ ամոթի խարանը։ Եղել են իհարկե հաջողված դեպքեր են եղել, հաջողված դեպքերը հիմնականում լինում են այն գյուղերում, որոնք որ ինչ-որ շփումներ ունեն։ Նայեք, օրինակ մեծ սեպասար եւ կրասար գյուղեր կան Շիրակի մարզում, Աշոշկի շրջանում, Ախուրյան գետի վտակներից մեկը այս ափին է, մյուսը այն ափին է։ Այս գյուղերի բնակչությունը հիմնականում հանդիպում էր իրար տոնակատարությունների ժամանակ։ Այս տարածքում ջերմուկներ կոչվող տարածք է, որտեղ որ մարդիկ վարդավառին ոչ միայն այս գյուղերից, նաև ամբողջ Շիրակի մարզից էին հավաքվում, առ այսօր շարունակվում է այդ սովորությունը, հավաքվում են այս գետի ափին, բնականաբար երիտասարդներ, երգ, պար, մեկը մյուսին տեսնել, հավանել, հետո նոր իմանալ, որ ֆրանկա կամ հայ է, բայց եզակի դեպքեր դեռևս 20-րդ դարի սկիզբ, 19-րդ դարի վերջ շատ եզակի դեպքեր լինում են, որ նույնիսկ հաջողության հասնում են։ Այդպիսի դեպք սեպասար ու կրասար գյուղերի միջև եղել են։ Մեկը կաթոլիկը առաջինը, երկրորդը առաքելականը։ Բայց ավելի մասսայական ասենք, ավելի մասսայական դա խորհրդային միության վերջի տարիներին է։ 70-ականներ, 60-ականներ, 70-ականներ ու արդեն բնականաբար մինչև մեր օրերը։ Այ շատ տրվող հարցերից մեկը մեր առօրյայում, որ ասում են ինչ-որ մի հատ պատմություն են պատմում դիմացինին ու նա չի հավատում, ասում են խո դու ֆրանկ չես։ Այդ արդայդությունը որտեղից է եկել։ Նայեք, այդ էլի Շիրակի մարզի բնակչությունը հիմնականում։ Հա, Շիրակի մարզի բնակչությունը չհավատալու մասին։ Էլի խոսքը գալիս է այն հակառակության մասին, այսպիսի մի հատ պատմություն կա տարածված, իբրև թե հայերը Հիսուս Քրիստոսի դա բանի մասին է խոսքը, իբրև թե երրորդ օրը, խաչելության երրորդ օրը Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք, ճիշտ է։ Այս պատմությունը այսպես է ասում, իբրև թե հայերը չտեսած հավատացին, լսեցին, որ Հիսուս Քրիստոսը համբարձվել է երկինք, լսեցին ու հավատացին, բայց ֆրանկները չէ, պետք է գնային, տեսնեին, որ նոր հավատային։ Դե իհարկե մենք խոսում ենք մի ժամանակաշրջանի մասին, որ ոչ ֆրանկ կար, ոչ էլ հայերը գիտեին Հիսուս Քրիստոսի մասին։ Չէ՞, մենք խոսում ենք առաջի դար։ Այս պատմությունները, էլի եմ ասում, հիմնական պատմությունները իրանք գալիս են նկարագրելու հակառակ խմբի թարսությունը, ոչ ճիշտ լինելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ պատմությունը էլի ինչ որ խոսակցություններից ծնված, ինչ որ բնականաբար ինչ որ հիմք ունի, բայց ինքը ավելի Հորինովի պատմություն է, ոնց որ այս պատմությունը, որը վստահաբար կարող ենք ասել, որ դա Հորինովի է։ Առաջի դարում ֆրանկ եւ քրիստոնյա հայ մասին խոսք գնալ չի կարող։ Դրա համար ասում են այ ֆրանկները մինչև չտեսնեն չեն հավատա։ Դա մարդկանց մոտ տարածված խոսույթն է, որով եւ որոշվում է հակառակ խումբը ինչով է իրանից տարբերվում։ Չէ, երբ որ մենք խոսում ենք առ այսօր էլ հասարակ մարդիկ ասած մարդկանց մեծամասնության մասն է խոսքը, կրոնաբանական, դավանաբանական թեմաներից բնականաբար շատ չի հասկանում։
շատ չի խորանում այդ ամեն ինչի մեջ։ Հետևաբար ինքը փնտրում է ինչ-որ ավելի པարզ պատասխաններ։ Ավելի པարզ պատասխանները հանդիպում են դուրս են գալիս այս մակարդակում։ Ավելի པարզ թարսություն, հակառակություն նկարագրելու համար։ Այ որ խոսում ենք նրանց տարբերությունների մասին, որ իրենք իրենց մեջ տարբերություններ են դնում, կենցաղին անդրադառնանք։ Կենցաղում դուք նշեցիք, որ առանձնագետ տարբերություններ չկային, բայց ո՞րն էին այն չնչին տարբերությունները, որ կենցաղում կային ֆրանկների եւ քրիստոնյաների միջեւ։ Կենցաղում տարբերություն կարելի ասել չի դրսևորվում։ Այսինքն Նույն նույն ավանդույթները։ ավանդույթներն են, այստեղ խոսքը գնում է թե որ պատմազգագրական որ շրջանից եկած հայ մասն է խոսքը։ Մի հատ նորից հետ գնանք, որովհետև Հայաստանի տարածքի այս համայնքները որ կա, իրենք մեծ մասամբ 90 եւ ավել տոկոսով առաջացել են 1830-ականներից սկսած, այսինքն 28-20 թվական ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ որ սկսվեց մեծ գաղթ Օսմանյան կայսրության տարածքից դեպի ռուսական տիրապետության տարածք, այդ թվում նաև եկածածների մեջ էին հայ կաթոլիկները, որոնք որ հիմնեցին իրենց համայնքները Ջավախքում եւ Հայաստանի տարածքում։ Ախալցխայում կար, մինչեւ այդ էլ համայնք կար, Ախալցխայում եւ Ախալքալաքում համայնքները կային, բայց մեծ մասամբ իրենք գաղթածներ են։ Որովհետեւ երբ որ խոսում ենք կենցաղի եւ սովորությունների մասին, դա մենք խոսում ենք թե պատմազգագրական որ շրջանից են, որ տարածքից են եկել։ Սովորույթները նույնն են, այսինքն երկու մեկը մյուսի իրար կողք ապրող գյուղեր բնականաբար ունեն պլյուս մինուս նույն սովորությունները, նույն կենցաղը եւ այլն։ Նաեւ չմոռանանք, որ նույնիսկ այն գյուղերից, որտեղից որ գաղթել են, մարդիկ շատ գյուղեր, դրանք խառը բնակչություն ունեցող գյուղեր են։ Այսինքն տվյալ գյուղում ապրել են եւ հայ կաթոլիկներ եւ հայ առաքելականներ։ Հետևաբար իրենք ունեն նույն կենցաղը։ Այդպիսի շատ գյուղեր կան։ Հետագայում արդեն վերաբնակեցվելուց հետո մի մասը ստեղծել է իր համայնքը, կաթոլիկ համայնքը, մյուս մասը ստեղծել է իր հայ առաքելական համայնքը։ Օրինակ այդ ժամանակաշրջանում, որ խոսում ենք Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, ղեկավարում էր եկեղեցին, առօրյան կազմակերպում էր եկեղեցին։ Այդ ընթացքում որևէ խնդիրներ առաջանում էին եկեղեցու կառավարման ժամանակ։ Շատ հետաքրքիր ու շատ կարևոր հարց է, ոչ միայն առաջանում են, այլ հիմնական խնդիրներ հենց այդտեղ էլ թաքնված են։ Նախ հասկանանք Օսմանյան կայսրության տարածքում բացի մուսուլման թուրք բնակչությունից մնացած բնակչության կյանքը ղեկավարվում էր այդպես կոչված միլեթը։ Իսկ այդ միլեթը ղեկավարվում էր տվյալ ազգի, տվյալ ազգության եկեղեցու գլխավորի կողմից։ Մասնավորապես Օսմանյան կայսրության տարածքում հայերի կյանքը ղեկավարվում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի կողմից։ Այսինքն ստացվում է այսպես, Օսմանյան կայսրության տարածքում ցանկացած հայ, որ Օսմանյան կայսրությունը իրան ընդունում է որպես հայ, պետք է ղեկավարվի իր կյանքը եկեղեցու պատրիարքարանի կողմից։ Այսինքն դա չգիտեմ, ծնունդներ, հարսանիք, ամուսնություն, թաղում եւ մնացած ցանկացած ծես, արարողություն եւ ամեն ինչ, ինչը կապված է եկեղեցու հետ։ Բնականաբար այստեղ առաջանում է խնդիր։ Առաջանում է խնդիր ինչու՞մ։ Կաթոլիկ հայերին չեն ընդունում հայ առաքելական եկեղեցում։ Կաթոլիկ հայեր կան, որոնք որ չեն էլ ուզում գնալ հայ առաքելական եկեղեցի։ Հիմա Օսմանյան կայսրությունը կանգնում է մի հատ վարչական խնդրի առջև։ Այս մարդիկ, ովքեր որ ընդունել են կաթոլիկություն, իրենք ուզում են դուրս գալ Պոլսու հայոց պատրիարքության տիրապետության տակից, այսպես ասած, բայց Կոստանդնուպոլիսը, այսինքն Օսմանյան կայսրությունը չի ուզում դա, որովհետև դա հավելյալ խնդիր է եւ հավելյալ ծանրաբեռնվածություն է։ Ու այս շրջանում 1500-ականներ այդքան չասենք 1600-1700-ականներ, 1800-ականներ մի հատ պատմությունը մի հատ խայտաբղետությունը, որովհետև պետք է նայել կոնտեքստում, պետք է նայել պրիզմաների միջև հայ կաթոլիկ եկեղեցու հարաբերությունը հայ կաթոլիկների հարաբերությունը հայ առաքելական եկեղեցու հետ, հայ կաթոլիկների հարաբերությունը լատինական եկեղեցու հետ, որովհետև Եվրոպայից եկած միաբանները իրենք ունեն իրենց կենտրոնը
դա լատին եկեղեցին տվյալ միաբանության կողմից ղեկավարվող լատին եկեղեցին էր։ Հայերից շատերը չէին ուզում լատին եկեղեցում պատարակի գնալ եւ ընդհանրապես կապել լատին եկեղեցու հետ։ Մյուսը պետք է նայել Օսմանյան կայսրություն Եվրոպա հարաբերությունները, որովհետեւ տվյալ տարածքում եվրոպական կրոնին պատկանող մարդիկ հանդիսանում են միջոց, գործիք կամ հակառակը խանգարող մի հանգամանք Օսմանյան կայսրություն Եվրոպա հարաբերությունների շրջանում։ Այսինքն, երբ որ Օսմանյան կայսրությունը ուզում էր Եվրոպայի հետ հարաբերություններ լավացնել, ինքը ինչ որ առավելություններ կամ արտոնություններ էր թույլ տալիս կաթոլիկ հայերին կամ ոչ միայն կաթոլիկ հայերին, որովհետեւ միայն հայերը չէին, հույներն էլ կային, հույն կաթոլիկներ էլ կային եւ այլն։ Երբ որ հարաբերությունները սրվում էր Եվրոպայի հետ, առաջի տուժողը հենց կաթոլիկներն էին, այդ թվում նաեւ կաթոլիկ հայերը։ Այսինքն այս ամեն ինչը պետք է նայել այս պրիզմաների մեջ, այս եռանկյունների, քառանկյունների, այս գծերի մեջ, թե իրանք իրար հետ ոնց են հարաբերվում։ Խնդիրները, այո, խնդիրները բազմաթիվ էին ու այդ խնդիրների լուծման գնացող ճանապարհները եւս բարդ էին։ Երկար ավելի չխորանամ պատմական իրողությունների մեջ երկար փնտրտուքից, երկար պայքարից հետո տարբեր հոգևորականների բանտարկությունից, սպանություններից հետո վերջապես արդեն 1700-ականներից սկսած հայերին հայ կաթոլիկներին Հռոմի Պապի օրհնությամբ թույլ է տրվում սկզբից ունենալ պատրիարքություն Կիլիկիայում, Լիբանանի տարածքի հայ կաթոլիկների կյանքը ղեկավարելու համար, բայց ոչ մնացած Օսմանյան կայսրության տարածքում, եւ միայն արդեն 19-րդ դարի կեսերին թույլ է տրվում ունենալ եւս մեկ պատրիարքություն Օսմանյան կայսրության տարածքում, որի կենտրոնը Ստամբուլն էր եւ որը պետք է վերահսկեր արդեն Օսմանյան կայսրության ավելի հյուսիսային տարածքների կաթոլիկ հայերի կյանքը։ Այո, ավելի շատ վերադառնանք նորից սովետական միության ժամանակաշրջան, մենք գիտենք, որ Գյումրու 7 վերք եկեղեցին ունի նաև առանձին հատված, որտեղ կաթոլիկների համար է։ Մի հատ կմանրամասնես այդ ինչպես եղավ, որ առանձին հատված ունեցան կաթոլիկների համար, առաքելնականների համար առանձին այդ իմ կարծիքով մեծամասնությունը չգիտի ինչ է։ Այո, շատերը չգիտեն, նույնիսկ տեղաբնակները, հենց Գյումրիում ապրողներն էլ կամ Շիրակի մարզում ապրողներն էլ չգիտեն, որ այդպիսի բան կա։ Դրա պատմությունը եւս հետաքրքիր է եւ սկսում է սովետական միության տարիներից։ Նայեք, խորհրդային միության տարիներին եկեղեցիները մասսայաբար փակվում էին, կամ քանդվում էին, կամ վերածվում էին պահեստարանների, կամ ընդհանրապես փակվում էին։ Ու Հայաստանի տարածքում որպես գործող եկեղեցի միայն թույլ էր տրվել Սուրբ Էջմիածնին եւ Գյումրու 7 վերք եկեղեցուն։ Հիմա քանի որ դա միակ եկեղեցին էր, եկեղեցում ինչ որ հատվածներ երկու հատված տրվեցին ոչ միայն հիմնականը բնականաբար հայ առաքելական եկեղեցի, մի հատված տրվեց կաթոլիկներին, մի հատված ուղղափառներին, որպես գործող եկեղեցի այնտեղ բերվեցին մասունքներ կաթոլիկ եկեղեցու եւ ուղղափառ եկեղեցու, կաթոլիկ եկեղեցուց կարծեմ փանիկից էին բերել խաչը, երբ որ մտնում եք ցախ կողմի վրա կհիշեք երևի, ցախ կողմի վրա կա խորան, այնտեղ խաչն է, կարծեմ փանիկից էր բերված։ Այդ փանիկից է բերված։ Հա։ Ու քանի որ չկար այլ եկեղեցի, ինչ որ մի հատված տրվել էր այս կրոնական փոքրամասնությանը, որտեվ ինչ որ գործողություններ, այսպես թե այնպես շատ քիչ մինիմալ գործողություններ խորհրդային միության տարիներին ինչ որ տարիների թույլ տրվում էր։ Այսինքն լինում էին տարիներ, երբ որ ռեպրեսիաները շատ բարձր մակարդակ էին հասնում, շատ դաժան մակարդակ էին հասնում, բայց լինում էր թուլացման տարիներ, մեկը մյուսին փոխարինում էր։ Կարող էր մի 2-3 տարի լիներ հետապնդումներ, մի 2-3 տարի լիներ ավելի մեղմ լիներ։ Դրա մասին էլ հետազոտություններ կան, բազմաթիվ հետազոտություններ կան, որտեղ որ նշվում է, որ տարիներին ինչ ընթացք էր ստացել խորհրդային միության կառավարության կողմից գործողությունների հանդեպ կրոնական միությունների։ Այ հիմա վերադառնանք արդեն սովետական միության փլուզում եւ Սպիտակի աղետալի երկրաշարժ։
Ես կարդալով քո հոդվածները նկատեցի, որ դու շատ մեծ անդրադարձում ես կատարում հենց աղետին, որովհետև հենց աղետի տեղի ունենալու պես ամբողջովին կոտրվեց սառույցը։ Այդ տարբերությունը, այդ կոնֆլիկտային իրավիճակը կոտրվեց հենց այդ ժամանակաշրջանում։ Դա խորհրդային միության վերջի տարիներն էր, երբ որ մի քիչ ավելի բաց էր եւ հենց Սպիտակի երկրաշարժի պատճառով Սպիտակի երկրաշարժից հետո խորհրդային միությունը ինքը օգնություն խնդրեց այլ երկրներից։ Գորբաչովը կարծեմ Այո, անձամբ պայմաններից ինքը օգնություն խնդրեց եւ եվրոպական, ոչ միայն եվրոպական, բայց հիմնականում եվրոպական երկրներից պատրաստակամություն հայտնեցին օգնելու մինչև այդ կաթոլիկ եկեղեցին ամբողջությամբ կտրված էր, այստեղից կարելի ասել, որովհետև խորհրդային միությունը ինքը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ուներ կաթոլիկ եկեղեցու հանդեպ։ Դա բազմաթիվ տեղերում դրսևորվում է, դա հայտնի փաստ է, առանձնահատուկ բացասական վերաբերմունք ուներ, բայց 88-ից սկսած արդեն կաթոլիկ եկեղեցին կարելի ասել հնարավորություն է ստանում վերադառնալ դեպի իր համայնքներ։ Դա դրսևորվում է բազմաթիվ օգնությունների միջոցով 88 թվականից սկսած Աշոտսկի տարածաշրջանում, Տաշիրում կառուցվում են բազմաթիվ հիվանդանոցը կառուցվում, բազմաթիվ դպրոցներ են կառուցվում, բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ են իրագործվում, տասնյակ, չեմ վախենում նույնիսկ ասել, հարյուրավոր պրոյեկտներ են տեղի ունենում։ Բայց նաև դրանից օգուտներ ստանում են մյուս համայնքները, որովհետև երբ որ խոսում ենք հիվանդանոցից, նայեք օրինակ Աշոտսկում կա Տիրամայր Նարեկի հիվանդանոց։ Աշոտսկը կաթոլիկ գյուղ չի։ Ինքը հանդիսանում է մի քանի կաթոլիկ գյուղերի կենտրոնական այդ շրջանը հանդիսանում է մի քանի կաթոլիկ գյուղերի տեղ, կենտրոնը դա Աշոտսկն է։ Այդտեղ կառուցվում է Տիրամայր Նարեկի հիվանդանոցը։ Բավականին ժամանակին բավականին հզոր հիվանդանոց էր, որովհետև անձամբ ֆինանսավորումը հենց գալիս էր ոչ միայն Իտալիայից, այլ բազմաթիվ կաթոլիկական բարեգործական կազմակերպությունների կողմից ու բավականին հզոր հիվանդանոց էր, շատ լավ մասնագետներով, նույնիսկ Վրաստանից էին Ջավախքի մեր հայրենակիցներն են գալիս այդ հիվանդանոցում բուժում ստանում ու Հայաստանի տարբեր տեղերից ինչ մասնագետների համար։ Բայց այդ գործունեությունը առ այսօր շարունակվում է օրինակ հայկական Կարիտասի միջոցով բարեգործական Կարիտասի մասին է ուզում եի խոսեի, Կարիտասը այն գլխավորներից մեկն էր, որ այդ ժամանակաշրջանում հիմնադրվեց Շիրակի մարզում, Աղետի գոտում, եւ կարող ենք ասել, որ նմանատիպ կազմակերպությունների միջոցով ավելի շատ մարդիկ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին եւ կային պայմաններ, որ պետք է տարբերությունը չլինի կամ պետք է կնքվեք այլ կաթոլիկ եւ այս ամեն ինչով նրանք փորձեցին գրավել մարդկանց, որպեսզի այս խնդիրների վերլուծությունը մտք ասեք։ Դե նայեք, ոչ թե հստակ ինչ-որ պահանջ էր դրվում, պետք է կնքվեք մեր եկեղեցում կամ մեր կաթոլիկ ծեսով եւ այլն եւ այլն։ Սա ավելի շատ արդեն իսկ մարդկանց գրավող հանգամանք է։ Պատկերացրեք Աղետի գոտի, չկավորություն, անաշխատունակություն, Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկն է, եթե ոչ ամենաաղքատը Շիրակի մարզը օրինակ, ամենաաղքատ մարզն է։ Եվ մարդկանց գրավում էր այս հանգամանքը։ Մարդիկ իրենք անձամբ գալիս էին։ Այսինքն նույն Տիրամայր Նարեկի հիվանդանոցում ես հիշում եմ ամեն Կիրակի մատուցվում էր պատարակ, հիվանդանոցի տարածքում կա մատուռ, ամեն Կիրակի մատուցվում էր պատարակ, որի մասնակցում են ոչ միայն կաթոլիկ գյուղերից, այլ նաև շրջակա հայ առաքելական գյուղերից մարդիկ եւս մասնակցում էին ու այսպես կապվում էին եկեղեցու հետ, կաթոլիկ եկեղեցու հետ։ Հիմա մի քիչ կդժվարանամ ասել եւ մի քիչ սխալ կլինի հստակ ասել այդ մարդը դարձավ կաթոլիկ, թե չդարձավ կաթոլիկ, բայց ամենայն դեպս իր գործունեությունը, իր կյանքի ինչ-որ մի հատ հատված կամ իր կյանքի ինչ-որ մի շրջան կապվում է տվյալ եկեղեցու հետ։ Հա, այսինքն կարող ենք ասել, որ կազմակերպությունները ի վերջո իրենց ազդեցությունը նույնպես թողեցին այս հարցի շուրջ, որpիսի նրանց այդ աղետի կոտի ծանր տարիներին մի փոքր օգնությունը նույնիսկ կարող էր խնդիրներ լուծել։ Բնականաբար Եվ նույնիսկ մի ազդեցությունը եղավ։
իր ազդեցությունը անպայման թողել է, որովհետև այդ նույնիսկ այդ փոքր օգնությունը կարող էր մեծ խնդիրներ լուծել։ Հասարակ մարդու համար կարող է մեծ խնդիրներ լուծել։ Դա կլինի, չգիտեմ, օգնություն հագուստի տեսքով եւ այլ առավելությունների շնորհիվ, Քանի որ այո։ այդ ժամանակ էլ ծանր ժամանակաշրջան էր, այդ ամեն ինչը շատ մի փոքր մի հացը մի մեծ Շատ կարևոր բան էր, բացի այդ նաև կարող եմ նշել, որ կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվում է առ այսօր էլ ամառային ճամբարներ, որին մասնակցում են երեխաներ ոչ միայն կաթոլիկ համայնքներից։ Ես գիտեմ, որ շատ հարևան հայ-առաքելական եկեղեցու համայնքներից երեխաներ նույնպես մասնակցում են այդ ամառային ճամբարներին։ Դա եւս մի կարևոր կետ է, ինչ որ մի բան ծնողների հոգսը թեթևացնելու, ինչ որ մի բան երեխայի կյանքը ավելի աշխուժացնելու առումով չեն կարող ասել, որ կաթոլիկ եկեղեցին միայն իր գործունեությունը սահմանափակում էր իր համայնքներում։ Իր Մինչև համայնքներից հիմա շարունակվում է այդ ճամբարները, թե հա, կարծեմ մինչև հիմա էլ առ այսօր շարունակվում է նմանատիպ բաներ կազմակերպվում է։ այ հիմա վերջում, քանի որ մեր ժամանակն էլ է մի փոքր սուղ, վերջում կամփոփես միտքը հիմա ինչ իրավիճակում է գտնվում։ Ամբողջովին կարող ենք ասել, որ այդ հակամարտությունը վերացվել է, թե մնացել են սիմվոլիկ դեպքեր։ Եթե խոսքը գնում է կոնկրետ միմյանց միջև հակասությունների մասին, բնականաբար նույն մակարդակի չի ինչը որ 1, 2, 3 դար առաջ էր կամ ինչը որ նույնիսկ մի 50-60 տարի առաջ էր։ Նույն մակարդակին չի ընդհանրապես սարեր ձորերի տարբերությունը, բայց սխալ կլինի նաև այն պնդումը, որ ասել այդ հակասությունը ամբողջությամբ վերացվել է։ Դրա համար երկար տարիներ են պետք։ Մարդկանց մոտ դեռևս այդ երկու համայնքների միջև տարբերությունը ինչ տեղերում ինքը դուրս է գալիս, ինչ տեղերում ինքը արտացոլվում է։ Ոչ այն մակարդակում էլի եմ ասում, ինչը նախկինում էր, բայց ամբողջությամբ վերանալ ես կհամարեմ, որ չէ, ամբողջությամբ չի կարելի ասել, որ վերացել է հակասությունը երկու համայնքների միջև։ Մնացել են, բայց ավելի շատ սիմվոլիկ դեպքեր։ Ավելի շատ սիմվոլիկ, ավելի շատ խոսակցական ինչ-որ բաներ, այսինքն ենթադրենք ինչ-որ երկու հոգի տարբեր համայնքներից ինչ-որ հակասության մեջ են, վերջում այն ամենավերջի կետում պետք է ասի, դե ֆրանգ են էլի, կամ դե հայ են էլի։ Ավելի շատ հումորային, ավելի շատ ինչ-որ սիմվոլիկ արտահայտությունների բառերի շրջանակում է մնացել, բայց էլի եմ ասում, դա ընդհանրապես չի խանգարում երկու համայնքներին միմյանց հետ համագործակցելու, իրենց կենսագործունեությունը միմյանց հետ կազմակերպելու առումով։ Շատ շնորհակալ եմ քեզանից Աբգար, որ այսօր մեզ հյուր ես եկել։ Ես եմ շնորհակալ, որ հնարավորություն ընձեռեցիք այս հետաքրքիր թեմայի շուրջ խոսելու համար։ Հուսով եմ շարունակական կլինի։ Շարունակական կլինի, իսկ այսօր այսքանը դուք հաղթող հայեր ոդքասթի եթերում եք, մենք կլինենք եթերում հաջորդ շաբաթ եւ կզրուցենք այլ գիտական թեմաների շուրջ երիտասարդ մասնագետների հետ։ Շնորհակալություն։